Բարև ձեզ։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Այսօր ապրիլի 9-ն է եւ ես ավանդական արդեն ավտոլայվի ռեժիմով անդրադառնում եմ Դավիթ Մինասյանի առողջական վիճակին։ Հիմա Նաիրի մշտական կենտրոնից նոր դուրս եկա, մեր Սերգեյի հետ Հարությունյան այցելել էինք Դավիթին, որը 12 օր է ինչ 12 օր է ինչ անազատության մեջ է, 10-րդ օրն է ինչ թե 9-րդ օրն է ինչ դատա ուրեմն հիվանդանոցում է եւ այսօր պարզվեց արդեն մշտական փաստաթղթերի մեր հասանելիությունից հետո պարզվեց, որ փաստորեն Դավիթը ուղեղի ցնցում է ստացած եղել ու ակնհայտ է, որ այն հայտնի կադրերում կա, դա հրապարակված է, դա բոլորիդ հասանելի է, շատ ուժեղ հարվածից է, որ սենց մուրճի պես այդ ախրաննիկը այն պահին երբ բացարձակ վտանգ Դավիթից չէր, սպառնում պատժողական հարված հասցրեց Դավիթին։ Ես ճիշտ ասած մի քիչ էլ ինձ եմ մեղադրում դրա համար, որ ես այսքան ժամանակ դուրս եմ գալի, խոսում ենք եւ ուղեղի ցնցման մասին չեմ ուրեմն մտածել, որտեվ ավելի շատ կարծում էի, որ Դավիթի ունեցած բավական լուրջ հիվանդությունների արդյունք է իր վիճակը, բայց պետք է որ մտածած լինեի, որովհետև բոլորս էլ գիտենք, ես այդ հատկանիշների մասին, այդ սիմպտոմների մասին անընդհատ խոսել եմ, որոնք են դրանք։ Անընդհատ այս քանի օր երբ գնում ենք լույսից Դավիթը խոսել ենք, կարող եք իմ նախորդ լայվերն էլ տեսնել։ Լույսից Դավիթը տենց աշկերը ցավում են, խնդրում է, որ մթության մեջ լինի։ Անընդհատ գլխացավեր, սրտխառնոց, առնվազն այդ 3 հատկանիշը ես իմ այսպես դիլետանտ լինելով բժշկագիտության մեջ, բժշկությունից քիչ բան հասկանալով, գոնե գիտեմ, որ այդ 3-ը իսկապես ուղեղի ցնցման ուրեմն հատկանիշներ են։ Ինչ ասեմ, այդ մարդիկ հաստատ իրենց դատաստանին, ովքեր որ այս վիճակին են հասցրել այս տղային, այս ամեղ տղային իրենց դատաստանը ստանալու են, առնվազն չի կարող ուղղակի այն ինչ են ասում հանդերձյալ աշխարհում սա ուղղակի չի կարող այն աշխարհում հանդերձյալ աշխարհում սա ուղղակի չեմ պատկերացնում, ասում մեծ մեղ կա, անմեղ երեխուն, որը որ պատարագի էր գնացել, եկեղեցում էր գտնվում, դու մտնում ես լինելով պետական ծառայող ու հասցնում ես այս արդեն քանի օրա խելքի չի գալի այդ երեխեն։ Բայց ես ուզում եմ նաև որպես իրավաբան ասել, որ այս արարքը վաղեմության ժամկետ չունի, դրա մասին մենք մի անգամ էլ ենք խոսել։ Ուղղակի այն ժամանակ ես մտածում եմ, որ ավելի թեթև արարքի մասին է խոսքը։ Հիմա ծանր հանցագործության մասին է խոսքը։ Սա վաղեմության ժամկետ չունի։ 1000 տարի էլ անցնի, չգիտեմ, 2 ամիս հետո կլինի, 5 տարի հետո կլինի, ես չգիտեմ, 1000 տարի հետո կլինի։ Երբ որ այն մարդիկ, ովքեր որ հանցավոր ճանապարհով պարտակում են այս ամեն ինչը, երբ որ այդ մարդիկ այլևս իշխանություն չեն ունենա եւ կվերականգնվի մեր երկրում իրավական պետությունը, չեմ ասում առաջին օրը, բայց շատ արագ այս հացը բարձրացվելու է, որ եղբայր ջան, ասենք թե էսի չես անում։ Էս ինչ ես արել։ Եվ չի կարող ուղղակի սա սենց մոռացվել գնալ։ Չի կարող ուղղակի։ Այդ մարդը հիմա վայելում է մեր բոլորի հարկերի հաշվին։ Իր աշխատավարձը, պարգևավճարը եւ այլն, իսկ իր հանցագործության արդյունքը այն որ տենց իր հետ կոնֆլիկտի պատճառով մի հատ ձեռքի շարժման համար արդեն 10 քանի օր է Դավիթը անազատության մեջ է։ Երկու այլ հարցերի մասին եմ ուզում շատ կարևոր խոսել, առաջինը այսօրվա դատախազության բողոքարկման մասին, շատերն են ասում, լավ, տեսնա ոնց կարող է լինի։
Ինչի պետք է դատախազությունը բողոք վերած լինի, եթե քննչական մարմնի բողոքը ամբողջությամբ, եկնում եմ ամբողջությամբ բավարարվել է։ Ամբողջությամբ է բավարարվել։ Ես չի որ մասնակի է բավարարվել։ Ասել են 2 ամսով կալանավորել, բավարարել է։ Ասել են ոչ մեկի հետ չթողնեք տեսակցի, բավարարել է։ Ինչն է տարբերությունը, հիմքերն են։ Հիմքերի մեջ տարբերություն կա, ասենք մի հիմքով բերել են դրա հետ համաձայնվել է դատարանը, մյուս հիմքով բերել են դատարանը դրա հետ չի համաձայնվել։ Բայց այս դեպքերում ես ուղղակի դեպք չեմ հիշում, երբ բողոքարկված լինեն։ Կարող է լինի, քաղաքական գործերով էլի կարող է լինի։ Եվ միակ պատճառը, որ ես պատկերացնում եմ, որ այս բողոքը բերվել է, դա այն է, որ դատարանը ստիպված լինի ուշ նշանակի հրապարակման օրը։ Այլ բացատրություն ես չեմ տեսնում, այսինքն էլի վնասել, էլի ցավացնել, էլի հնարավորինս երկարաձգել այս անընդունելի, այս խայտառակ, այս ամոթալի վիճակը։ Այլ պատճառ ես չեմ տեսնում։ Եվ երկրորդը, ինչի մասին կուզեի խոսեի, դա հաղորդության հարցն է։ Տեսեք, ես դրա մասին քիչ էի արտահայտվում։ Դավիթի ցանկացածը մի բան է, որ իրան այցելի հայ առաքելական եկեղեցու քահանա եւ իրան հաղորդություն տա, մեղքերի թողություն, մեղքերի խոստովանություն եւ հաղորդություն, այդ երկու խորհուրդը կատարի։ Շատ կներեք, բայց չկա այլ ավելի սուր իրավիճակ, երբ որ մարդը բոլորը իրավունք ունեն, բայց Դավիթի դեպքում դա հատկապես ընդգծված է, որտեղ մարդուն բանտ, ոստիկանություն, դատարան, քննչական են եւ հիմա էլ հիվանդանոց են տարել հենց եկեղեցուց։ Եկեղեցի է եկել ինչ-որ մի հատ ինչ-որ մեկի քաղաքական գործունեության պատճառով Դավիթը հայտնվեց շարի մեջ։ Նրա նկատմամբ կատարվեց հանցագործություն անպատիժ այս պայդրությամբ։ Բայց նորից ասեմ, դա վաղեմության ժամկետ չունի։ Եվ վայ հաջորդ իշխանությանը, եթե այս հարցով հետևողական չի լինելու։ Ուղղակի ես դա կներեք, բայց ուզում եմ ասել, որ չեմ պատկերացնում, որ տեսվա լինի, որ այս մարդը պետքա կանչվի պատասխանատվության։ Եվ արդար դատարանը պետքա որոշի իր մեղքի աստիճանը։ Արդար դատարանը, այլ ոչ թե դատարան, որ մենք այսքան տեսնում ենք, էլի։ Արդար դատարանը։ Եվ մարդը ընդհանրապես ուզում է հաղորդություն։ Քահանայի մուտք է ուզում։ Եվ այնպես ստացվեց, որ հիմա, ինչպես մյուս ոլորտներում, ընդհանրապես մեր եկեղեցական, առաքելական, դա բացարձակ անձի դեմ չի, դա արդեն չես էլ կարա փաստարկես, որ անձի դեմ է։ Այս պատճառներով ինչ-որ ռեստրուկտուրիզացիա են անում, ես չգիտեմ էլի ինչ են անում քրեակատարողականը, որը խնդիրներ է առաջացրել։ Մանրամասների մեջ չընկնելով ասեմ, որ վերջապես մեզ նաև քննչականը մի փոքր միջանցք էր թողել հնարավորություն եւ կոնկրետ մեկ քահանա կարող էր այցելել, բայց ցավոք սրտի, ինչպես քահանայի հետ խոսում եմ, անունը չեմ տալի, էական չի, պարզվեց, որ ինչպես քահանան ինձ ասեց, վատառողջ է եւ չի կարող գալ։ Առողջություն ենք մաղթում Տեր հորը, ես չգիտեմ, գուցե վաղը առողջանա եւ այլն։ Բայց ես անընդունելի եմ համարում այս վիճակը, դա խղճի ազատությանը սկզբունքորեն հակասող է, մենք այսքան ժամանակ սպասել ենք, հրապարակային անդադ խոսել ենք, չենք միջնորդել, սպասելով, թե երբ է հարցը կարգավորվելու, այնա ոնց որ չի կարգավորվում։ Վաղը եւ այդ ես միջնորդություն եմ անելու մեկ այլ ուրեմն քրեակատարողական համակարգում փորձ ունեցող հոգեվորականի խնդրելով, որպեսզի թույլատրեն Դավիթի մոտ կարճ ժամանակով 10 րոպեով, 15 րոպեով գալու եւ այդ խորհուրդները կատարելու համար։ Նորից ասեմ, Դավիթը դրա ամենաառաջինը անազատության մեջ գտնվող մարդկանցից դրա իրավունք ունի, թե իրավական եւ թե մեծ առումով նաեւ բարոյական իրավունք ունի։ Եվ տեսնենք, թե ինչ են պատասխանում։ Ընդ որում ես վաղը միջնորդել եմ, ասում եմ նաեւ որ պատրաստվեն, թող զեկուցեն, թող խոսեն, թող քննարկեն, չգիտեմ։ Նաեւ ես միջնորդության մեջ նշել եմ, որ մենք ամենևին չենք առարկում
Եվ մեր մեջ ասած շատ էլ ուրեմն դրական կհամարենք, եթե քննիչներից մեկն էլ գա ներկա գտնվի։ Որևէ խնդիր մենք այդտեղ չենք, որևէ խնդիր չենք տեսնում։ Գուցե նաև այդ քննիչը որ գա ներկա գտնվի, ինքն էլ իր համար հետաքրքիր լինի։ Օրինակ ես շատ մեծ տարիքում եմ առաջի անգամ հասկացել ինչ է հաղորդությունը, ինչ է, չգիտեմ, ապաշխարության կարգը, խոստովանության կարգը եւ այլն, չգիտեմ, թող գան իրենք էլ ներկա լինեն, ինչու, որ հանկարծ տպավորություն չլինի, որ դա ինչ որ այլ նպատակ է հետապնդում, որ նման տպավորություն հանկարծ որևէ մեկի մոտ չլինի։ Այսինքն, ինչի է Դավիթը ֆորմալ առումով անազատության մեջ, որ իբր թե չկարողանա ազդել վկաների վրա, ես չգիտեմ, վկաների, բաների, այդ ամեն ինչ զայնագրած կամուն վրա, Նիկոլ Փաշտյանի վրա պետք է ազդեր։ Ինչ պիտի աներ, պիտի, չգիտեմ, չեմ հասկանում։ Այս պահին դա է հիմքը, որ 18 տարեկան երեխան հանկարծ վկաների գործով աստողանձած վրա չազդի։ Դա չգիտեմ, տրամաբանականությունը ինքներդ գնահատեք։ Էդ է ձեր մտավախությունը, շատ լավ, եկեք խնդրեմ ներկա գտնվեք, եկեք ներկա գտնվեք, կարող եմ ես էլ ներկա գտնվեմ, չեք ուզում ես ներկա չեմ գտնվի, ոնց ձեզ հարմար է, բայց մարդուն մի զրկեք հաղորդությունից, քրիստոնյայի հաղորդությունից զրկելը դա մեծագույն մեղք է, նորից ասեմ, այս պայդրությամբ ես քնչականին չեմ մեղադրում, որովհետև մարդիկ այդ ճիշտ է այդ փոքր հնարավորությունը մեզ տվել են, բայց այդ հնարավորությունը մեզնից անկախ պատճառներով, քանի որ մի մարդ էր, որ իրավասու էր, այդ մարդն էլ ցավոք սրտի վատառողջ է եւ չգիտեմ չի հաջողվում դա անել, բայց դրանով հարցը, բայց այ վաղը ես կմիշնորթեմ եւ կտեսնեք թե ինչպես են արձագանքելու, անկեղծ ասած չեմ ուզում հավատալ, որ մերժվելու է միջնորդությունս եւ ուզում եմ հավատալ, որ բավարարվելու է, նորից ասեմ, միջնորդությանս մեջ ուղիղ նշելու են, որ ամենևին չենք առարկում, ընդհակառակը ողջունելի կհավարենք, որ որևէ մեկը քնչականից կամ իրենց նշած որևէ մեկը գա եւ ներկա գտնվի ամբողջությամբ, լսի, ոչ միայն տեսնի, այլև լսի, թե ինչ են խոսում քահանան ու հոգեվորականը, չասեմ քահանան, հոգեվորականը եւ քրիստոնյան եւ հավատավոր եկեղեցու հավատավոր զավակը որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե խնդիրը այն է չթողնելու, որ կարողա լինի ինչ որ միջնորդավորված ազդեցության չեմանում ինչը իհարկե պատկերացնելի է, բայց ֆորմալ առումով կարող է տենց ինչ որ մերժելու հիմք մենակ դա լինի։ Այլ հիմք ես չեմ պատկերացնում։ Եթե տենց է, պожалуйста, խնդրեմ, մարդ ուղարկեք, եկեք։ Վաղը եւ այդ առավոտյան ես այդ միջնորդությունը կանեմ, ես գիտեմ ես իմ ավտոլայվերը լսում են, մոտարապես մի 15-20 րոպե հետո իմ հաշվարկով, էլի։ Եվ կարող եք հիմիկ բանից էլ քննարկել, մեծ հույս ունեմ, որ վաղը հենց միջնորդությունս բավարարելու եք եւ ցույց տաք, որ դուք այն մարդիկ չեք, որ քրիստոնյային արդեն 12 օր զրկել եք հաղորդությունից։ Երեխաների, մարդկանց, որոնք որ ամեն կիրակի եկեղեցի են գնում եւ զատկական շրջաններ, հիմա էլ այդ զատկական շրջանը, այս կիրակի էլ այսպես կոչված կրկնազատիկն է, նույնպես տոնական օր մեր եկեղեցում հերթով այդ զատիկների շղթան է սկսում, հետ զատկական շղթան է սկսում, թե չեմ սխալվում, կարմիր զատիկ, հետո կանաչ զատիկ, մի խոսքով, ներողություն, կարմիր կիրակի, կանաչ կիրակի, հաջորդականությունը չեմ հիշում, բայց այս առաջիկա կրկնազատիկ կոչվածն է։ Գոնե այդ հնարավորությունը տակ, շաբաթ օրը երեխան հաղորդվի։ Գոնե։ Չի կարելի, տես բան անել չի կարելի, ինձ թվում է դուք եք հասկանում, եթե քննարկելու ավելի լայն, ավելի շատ ժամանակ ունենաք, դրա համար եմ հիմա ասում, բաց, մեկ ոչ մի թաքցնելու բան չունենք։ Այսքանը այս մեր ցավալի իրականության մասին։ Դավիթը, որ ասեմ լավ է, սուտ կլինի, Դավիթը լավ չի, բայց Դավիթը այն Աստծո պահած երեխան է, Աստծո պահած մարդն է, այս ձեր բոլորի աղոթքները տեղ են հասնում, այդ հոգևոր ուժը ես զգում եմ այդ հոգևոր ներքին ամրությունը։
քրիստոնեական դաստիարակություն, քրիստոնեական այդ հավատքի խորություն ունեցող մարդկանց համար փորձությունները, թեկուզ ծանր փորձությունները շատ ավելի հեշտ են հաղթահարվում։ Իսկ այս փորձությունները ահավոր անմարդկային փորձություններ են։ Անմարդկային փորձություններ են։ Այսքանը, մինչ վաղը, հարգելի ընկերներ։